Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, հանրայինի եթերում դիտում եք օրակարգի գլխավոր թողարկումը։ Բարի երեկո, ահա թե ինչ ենք պատմելու այս թողարկմանը։ Ընտրությունների արդյունքները արտացոլում են հայ ժողովրդի կամքը։ Եվրամիության խոսնակը նոր խորհրդարանի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել։ Մրցակցային պայքար, անկաշկանդ դիրքորոշումներ, ազատ լրատվություն, Միացյալ Նահանգների դեսպանությունը համամիտ է ԵԱՀԿ դիտորդական գնահատականին։ Զուսպ անձնական ոչինչ, հանրայինի օրակարգը Քարոզ Արշավը լուսաբանել է հավասարաչափ, թույլ չտալով անձնական կարծիք։ Երևանի մամուլի ակումբի մշտադիտարկման տվյալները։ Խորհրդարանում որ ուժերը կհակադրվեն մեծամասնությանը, ովքեր կզբաղեցնեն անզիջում կամ կառուցողական ընդդիմության տեղերը, հետընտրական դիրքավորումներ փորձագետների կարծիքով։ Պետերբուրգյան մետրոյում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 14-ի, Ռուսաստանը սգում է, ում մեղքով, հետաքննության վարկածները։ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել, շնչահեղձ է եղել 58 մարդ, որ կողմն է դիմել արգելված զենքի։ Հայաստանի պետական պարտքը փոքր ինչ թեթևացել է, սպասված նվազման առաջին թիվը վիճակագրական ծառայությունից։ Ստուգումները կանխելու, աչք փակելու համար կաշառք պահանջած 3 հարկային տեսուչի մեղադրանք է առաջադրվել։ Անահիտ Գայանեն նաև նվեր արա, բանջարեղենի հայտնիների ու նոր անունների պահանջարկն աճել է, Գառնան հետ աշխուժացող գյուղատնտեսության մասին։ Եվ խաղաղությանն ընկերանալու կոչ Արցախից աշխարհին, անվանի սփյուռքահայերի խումբը Թանկյան Խանջանեգոյան Ստեփանակերտում է։ Եվ այսպես արևմուտքը արձագանքել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին։ Եվրամիությունը ընտրական գործընթացի ավարտից հետո ակնկալում է գործակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի ու կառավարության հետ, հայտարարել է կառույցի խոսնակը։ Մայա Կոնչյանչիչը շեշտել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները արտացոլում են հայ ժողովրդի կամքը։ Դիրքորոշումների ազատություն, լրատվամիջոցների հասանելիություն ու մրցակցային պայմաններ։ Գնահատականները մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպանությունն է տվել։ Ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած Հանրապետական կուսակցությանը շնորհավորել է գործընկեր Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը, իր խոսքով մաքուր հաղթանակի առիթով։ ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է հայ ժողովրդին։ Մրցակցային պայքարն անցել է բոլոր տեսակի դիրքորոշումների համար լրատվամիջոցների հասանելիության միջավայրում։ Քվեարկության օր ընդհանուր առմամբ հանգիստ էր ու կանոնավոր Հայաստանի ամբողջ տարածքում եւ ընտրողները կարող էին ազատ իրացնել իրենց ձայնի իրավունքը։ ԱՄՆ դեսպանությունը համամիտ է ԵԱՀԿ ԺՄԻԳ դիտորդական առաքելության նախնական գնահատման հետ, որտեղ նշվում է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված եւ ընդհանուր առմամբ ապահովված էր հարգանքը հիմնարար ազատությունների հանդեպ։ Միաժամանակ նկատելով, որ ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն ու ընտրողների վրա գործադրված ճնշումները։ Նահանգները Հայաստանի կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորում է աշխատել միասին այդ մտահոգությունները փարատելու համար։ Նոր տեխնիկական համակարգի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել ընտրական ընթացակարգերը առանց լուրջ միջադեպերի, եւ ԱՄՆ հպարտ են իրենց գործընկերների հետ միասին այն ներդնելու համար։ Այժմ, երբ ընտրության արդյունքները հայտնի են, մենք խրախուսում ենք բոլոր կողմերին, կառավարությանը, ընդդիմությանը եւ քաղաքացիական հասարակությանը շարունակել իրենց ներգրավվածությունը խաղաղ բանավեճերին ու քննարկումներին։ Բրյուսելը ողջունել է օրենսդրական բարեփոխումները, նաև Եվրամիության աջակցության նոր տեխնոլոգիաների ներմուծումը։ Չնայած որոշ ոչ նշանակալի տեխնիկական խնդիրներին, դիտորդները բազմակի քվեարկության, քվեների հաշվարկի իրավախախտման ավելի քիչ դեպքեր են արձանագրել, ասել է Եվրամիության մամուլի խոսնակը։ Ընտրական գործընթացների ամփոփումից հետո ակնկալում ենք աշխատել ժողովրդավարության սկզբունքներին համահունչ ընտրված նոր խորհրդարանի եւ կառավարության հետ, ամրապնդելու քաղաքական երկխոսությունն ու շարունակելու Եվրամիության օժանդակությունը սոցիալ-տնտեսական ոլորտի բարեփոխումներին, այդ թվում հիմք ընդունելով վերջերս նախաստորագրված Եվրամիություն Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաեւ եվրոպական հարևանության վերանայված քաղաքականության ու արևելյան գործընկերության ավելի լայն շրջանական։ Կոչյանչիչն ասել է, որ աննախադեպ քանակի միջազգային ու տեղական դիտորդների համար ստեղծվել էր աշխատանքային նպաստավոր միջավայր։ Ընտրությունների վրա ըստ խոսնակի ստվեր է գցել արժանահավատ տեղեկատվություն այն մասին, որ եղել են քվեներ գնելու եւ այլ դեպքեր։ Այդ ամենով հանդերձ ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը։
Եվրոպայի ամենախոշոր եւ ազդեցիկ քաղաքական միավորումը Եվրոպական ժողովրդական կուսակցությունը արձագանքել է նախագահ Ժոզեֆ Դոլի թվիտերյան գրառմամբ։ Իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետական կուսակցությանը Կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տարած մաքուր հաղթանակի առիթով։ Մեծ վստահությունը ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, որպեսզի իրականացվող բոլոր անհրաժեշտ բարեփոխումներից օգտվեն քաղաքացիները եւ բարելավվի Եվրամիության հետ հետագա համագործակցությունը։ Արթուր Գրիգորյան, Լիանա Կարապետյան, օրակարգ։ Հայկական երկրորդ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը համոզված է, խորհրդարանական կառավարման նոր համակարգը կնպաստի Մայր Հայաստանի հետևողական զարգացմանն ու զորացմանը, կբարձրանա կառավարման արդյունավետությունը ու պետականության ամրապնդումը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկված շնորհավորական ուղերձում Արցախի նախագահը նկատել է, ընտրություններն անցել են ազատ եւ ակտիվ մրցակցության մթնոլորտում, ինչի մասին փաստել են միջազգային դիտորդները։ Գուցե անպագոր կթվա, բայց սրտի խորքից է։ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնելով ընտրությանը մասնակցած քաղաքացիներին ասել է, որ առջևում քրտնաջան աշխատանք կա, բայց իր թիմը դժվար ճանապարհից չի վախենում։ Հայաստանի վարչապետի հայտարարությունում կարդում ենք, մեջբերում եմ. հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է այս ընտրություններն անցել են ավելի բարձր մակարդակով, քան նախորդները։ Այն քվեն, որ ստացել է մեր թիմը, պարտավորեցնում է, մենք գիտակցում ենք պատասխանատվությունը, որը ստանձնում ենք եւ հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու։ Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք նոր Հայաստան, մեր երկրի ամեն քաղաքացի իրեն ավելի լավ զգա, քան նախկինում։ Մեջբերման ավարտը։ Այսօր լրացել է ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու համար դիմումների ներկայացման ժամկետը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ 4-րդ, 6-րդ, 36 եւ 37-րդ տարածքային ընտրական հանձնաժողովներն են դիմումներ ստացել, ընդհանուր առմամբ 12 տեղամասերում քվեների վերահաշվարկ անցկացնելու վերաբերյալ։ Տեղամասերից 9-ում վերահաշվարկ է պահանջում ՀՅԴ տարածքային թեկնածուն։ Մեկական դիմումները ներկայացրել են Հանրապետականի, Ծառուկյան դաշինքի եւ Հայկական վերածնունդի տարածքային թեկնածուները։ Կենտրոնական ընտրականը այժմ ուսումնասիրում է դիմումները, եթե վերահաշվարկի որոշում կայացվի, քվեաթերթիկները կրկնակի կհաշվեն առաջիկա 2 օրերի ընթացքում։ Կենտրոնական ընտրական հրապարակել է խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքացիների ստորագրված ցուցակները, դրանք տեղադրված են elections.am կայքում ներբեռնման հնարավորությամբ։ Ցուցակները սկանավորվել են չափորոշիչներին համապատասխան, դրանցում երևում են նախատեսված բոլոր սյունյակները։ Կյանքը խորհրդարանական ընտրություններից հետո երբ է հանրապետությունում օրենսդրական գործունեությունը նոր օրենսդիրների ձեռքը անցնելու եւ ինչպես։ Նոր խորհրդարանի ճանապարհին Սիրանուշ Մուրադյանն է ներկայացնում։ Երբ կստանան այնքան սպասված մանդատները նորընտիրներն ու երբ կձևավորվի խորհրդարանի վերջնական պատկերը։ Հայաստանի նոր ազգային ժողովի առաջին նիստը կկայանա խորհրդարանի ձևավորվելուց հետո 3-րդ հինգշաբթի օրը։ Օրենսդիրն ըստ օրենքի ձևավորված կհամարվի ապրիլի 9-ին, երբ ընտրությունների վերջնարդյունքն ամփոփելուց հետո կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, եթե իհարկե չլինեն բողոքարկումներ։ Իսկ այդ դեպքում ազգային ժողովը ձևավորված կհամարվի արդեն սահմանադրական դատարանի որոշմամբ։ Ապրիլի 9-ին հաջորդող 3-րդ հինգշաբթին ապրիլի 27-ն է։ Հենց այդ օրը կկայանա նոր խորհրդարանի առաջին նիստը։ Պարզ մեծամասնությամբ կընտրվեն ազգային ժողովի նախագահը, տեղակալները, հանձնաժողովների նախագահները, նաև հանձնաժողովների թիվն ու իրավասության շրջանակները հաստատելուց հետո նիստը կավարտվի։ Հաջորդ նիստը տեղի կունենա արդեն աշնանային նստաշրջանին։ Ազգային ժողովի առաջին նիստի օրը կառավարությունն իր լիազորությունները վայր կդնի։ 10 օրվա ընթացքում կձևավորվի կառավարական կաբինետը։ Երկրի ղեկավարը խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ նոր վարչապետ կնշանակի, իսկ վարչապետի առաջարկությամբ էլ նախագահը նախարարներին կնշանակի։ Եվ դրանից 20 օր հետո էլ կառավարությունն իր ծրագիրը կներկայացնի ազգային ժողովին։ Եվ այսպես ուրվագծվել է 6-րդ գումարման խորհրդարանի պատկերը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքներով ազգային ժողովը 4 ուժ կձևավորի՝ 2 դաշինք, Ելքն ու Ծառուկյանը եւ 2 կուսակցություն՝ Հանրապետականն ու Դաշնակցությունը։ Սիրանուշ Մուրադյան, օրակարգ։ Նախընտրական քարոզչության ամբողջ ընթացքում հանրային հեռուստաընկերության լուսաբանումը եղել է կոռեկտ։ Սա Երևանի մամուլի ակումբի կողմից մարտի 5-ից 31-ը 5 հեռուստաընկերությունների մշտադիտարկման գնահատականներից է։ Ըստ հաշվետվության այս քարոզարշավի լուսաբանումը հանրայինի պատմության մեջ լավագույնն է։ Ընտրարշավի մասնակիցների համար եթերաժամը բաշխվել է համաչափ, լրագրողները թույլ չեն տվել էթիկայի որևէ խախտում։ Մանրամասները ռեպորտաժում։ Բարի երեկո, եթերում օրակարգի գլխավոր թողարկումն է։ Չափված, ձևված ու կոռեկտ հանրային հեռուստաընկերությունը քարոզարշավը հավասարաչափ է լուսաբանել։
Հանրայինի եթերում լրագրողները չեն հնչեցրել անձնական կարծիք, ընդգծված վերաբերմունք, քննադատություն։ Ընտրողներին կողմնորոշելու համար ավելի շատ, քան նախորդ ցիկլի ժամանակ ուշադրություն դարձրեց։ 2012-13 թվականին մենք արձանագրել ենք, որ հանրային հեռուստատեսությունը բավարար ուշադրություն չի դարձնում ընդհանրապես ընտրարշավին, եւ այդ առումով զիջում էր համարյա բոլոր առաջատար մասնավոր հեռուստաընկերություններին։ Նախընտրական 27 օրվա ընթացքում օրակարգի եթերում հայտնվել են բոլոր կուսակցությունները։ Ընտրապայքարի մասնակիցների լուսաբանման րոպեները համաչափ։ Ամենաշատ եթերաժամանակ ունեցող Հանրապետականը այս ցուցանիշով վերջին տեղը զբաղեցրած Հայաստանի կոմունիստական կուսակցությունից հանրայինում առաջ է անցել ընդամենը 1.5 անգամ։ Որոշ հեռուստաընկերություններում ՀՀԿ-ն լուսաբանվել է ավելի քան 6.5 անգամ։ Կարծում եմ հիմնականում բավականին հավասարակշռված էր եւ բոլոր մեր 5 ուսումնասիրած հեռուստաալիքներից, ասենք ժամանակի ծավալի տրամադրման առումով ամենակիչ տարբերություններ տարբեր կուսակցությունների եւ դաշինքների մեջ էր։ Հանրայինը նաև միակն է, որ բացառապես ներկայացրել է իր սեփական լրատվական պրոդուկտը։ Մյուս հեռուստաընկերությունները հաճախ կրկնել են իրար օգտագործելով նույն կադրերը եւ գրեթե նույն տեքստերը։ Օրակարգը ռեպորտաժների սեփական բովանդակությունն է ստեղծել, օգտագործելով միմիայն իր տեխնիկական միջոցները։ Հիմնականում այդ բարտերը տեղի էր ունենում։ Նույն նկարահանումը օգտագործվում էր տարբեր հեռուստաալիքներով։ Դա նոր երևույթ չի։ Հանրայինի եթերում լրագրողական էթիկայի խախտում չի եղել։ Եղել են խախտումներ, որոնց հեղինակները ոչ թե լրագրողներն են, այլ նրանց հյուրընկալված քաղաքական գործիչները։ Բոլոր այն էթիկական նորմերի խախտումները ոչ թե լրագրողական էթիկային են վերաբերում, այլ քաղաքական մշակույթի, նկատի ունեմ, որ կամ հյուրերը, հիմնականում ձեր դեպքում հյուրերը, այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որոնք նույնիսկ նախընտրական թեժ պայքարի ընթացքում ընդունելի չեն էթիկայի տեսակետից եւ հենց դրանց անդրադարձներին էր վերաբերում այդ թվերը, խոսքը առաջին հերթին Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի մասին է, որտեղ ինքը բավականին անհարգալից դատողություններ թույլ տվեց եւ արտահայտություններ թույլ տվեց բոլոր կուսակցությունների դաշինքներին, որոնք ընտրություններում մասնակցում են բացի կոնգրեսից եւ հանրապետական կուսակցությունից։ Եվս մեկ խախտում Արթուր Բաղդասարյանն է թույլ տվել վիրավորելով լրագրողին։ Հիմա նայենք, Եթե կին չլինեիք, ես կպատասխանեի, որը ոչ պատշաճ վարք է մեր կարծիքով։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում հետազոտվող 5 հեռուստաալիքների եթերում էթիկայի կանոնների 34 խախտում է գրանցվել։ Ամենանյարդայնացնողը եղել է բանավեճերի բացակայությունը։ Հանրայինն առաջիններ եւ միակը, որը բոլոր քաղաքական ուժերի թեկնածուներին միասին ու նույն տաղավարում բանավիճելու 2 հրավեր ուղարկեց։ Բայց նախաձեռնությանը չարձագանքեցին բոլոր 9 կուսակցություն դաշինքները։ Կողմնորոշելու համար ընտրողներին դա նույնպես խնդիր է առաջանում, կարողանում է բոլոր գոնե առաջի համարներին կամ բոլոր վարչապետի տեխնացուներին տեսնել մեկտեղ, երբ իրենք են զրուցում իրար հետ եւ բնականաբար սուր հարցերի խուսափելը չի ընդունվի այդ ձևաչափում, դա ամեն դեպքում համեմատության հնարավորություն է տալիս եւ նաեւ ընտրության համար ավելի օգտակար ձևաչափ է։ Նախընտրական քարոզչության մշտադիտարկումը ցույց է տվել, զանգվածային լրատվամիջոցը հայլու դերում արտացոլել է քաղաքական գործիչների վարքը, երբեմն նաև ոչ էթիկական պահվածքը։ Իսկ ուսումնասիրություններն էլ պարզել են, այդ ամենը չի վրիպում ոչ միայն մասնագետների, այլև սովորական հեռուստադիտողների աչքից։ Չնայած կայքերի առատությանը եւ համացանցի ամենահասանելիությանը, Հայաստանի բնակչության 80%-ի համար հեռուստատեսությունն է ինֆորմացիայի հիմնական աղբյուրը։ Լուսին Մկրտչյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Նոր խորհրդարանում 4 ուժերից առնվազն 2-ը կդիրքավորվեն ընդդիմադիր թևում, կանխատեսում են քաղաքագետն ու սոցիոլոգը։ Չեն բացառում, որ կոալիցիոն նախկին գործընկերները նորից միանան մեկ համաձայնագրի շուրջ։ Իրական ընդդիմություն խորհրդարանում կլինի միայն ելքը, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի դիտարկումն է։ Նրա խոսքով այդ դերը խորհրդարանից դուրս կստանձնեն որոշ քաղաքական ուժեր, զանգվածային լրատվամիջոցներ, քաղաքացիական ակտիվիստներ։ Ընդդիմության բավականին զգալի մասը լինելու է այս պայն արդեն
ոչ խորհրդանական։ Ծառուկյան դաշինքի դեպքում կանխատեսում են կառուցողական ընդդիմության դերակատարում։ Հանրապետական կուսակցության հաջողությունը պայմանավորում ռեբրենդինգով։ Եվ Կարեն Կարապետյանի ֆակտորներ փաստացի հանրապետական գործող վարչապետը ունի եւ պահպանում է այդքան մեծ անձնական ռեյտինգ։ Մյուս կողմից նաև կարծում եմ Վիգեն Սարգսյանը, որ առաջի համարն էր հանրապետականի ցուցակում, նույնպես դրական դեր խաղաց։ Կառավարությունը միայնակ ձևավորելու հնարավորություն հանրապետականը ունի, այդուհանդերձ սպասում են, որ դաշնակցության հետ կոալիցիան կպահպանի։ Հիմնավորում են դաշնակցությունը մեծ ազդեցություն ունի Սփյուռքում, ընդգծված դիրքորոշում Արցախի հարցում։ Հաշվի առնելով նախագահի քաղաքականությունը, համախմբվենք, միասին լուծենք ազգային խնդիրները, ինձ թվում է, որ կոալիցիան կպահպանվի ՀՅԴ-ի հետ։ Դաշնակցության ստացած ձայներին 1-2% ավելացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, ասում է Սերգեյ Մինասյանը։ Նրա խոսքով դաշնակցության անհամաձայնությունը տարածքները հանձնելու դիմաց խաղաղության ծրագրին ժողովրդի սրտով էր։ Լևոն Տեր-Պետրոսյանը իր այդ հարցազրույցներով, հատկապես վերջի հարցազրույցով արեց ամեն ինչ, որ չանցնի այդ 5%-անոց, նույնիսկ 5%-ի շեմը։ Քաղաքագետի դիտարկմամբ, եթե ՀԱԿ-ը գնար միայնակ, ցուցակում ընդգրկելով Ստեփան Դեմիրճյանին, հավանաբար կհաղթահարեր 5%-ը։ Ահարոն Ադիբեկյանը նկատում է Ռաֆի Հովհաննիսյանի ակտիվացումը լռությունից հետո անակնկալի բերեց ժողովրդին։ Պետր Ռաֆի Հովհաննիսյանը ի սկզբանե սկսել հանդիպումներ անել եւ այլն, նա կարող էր վերականգնել իր էլեկտորատը։ Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքին սոցիոլոգը կանխատեսում էր տեսնել առաջին հնգյակում, քանի որ Ռաֆի Հովհաննիսյանի վարկանիշը ըստ նրա 8%-ից չի իջել։ Այսուհանդերձ արձանագրում է, նրա պասիվությունից ռեյտինգը չաշխատեց։ Աննա Բալյան, Վոլոդիա Հովսեփյան, Հովանես Քյոսեյան, օրակարգ։ Դատախազությունը քրեական գործեր է հարուցել ընտրությունների օրը Երևանում Ազատություն ռադիոկայանի եւ Արարատ News.am կայքի թղթակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մասին հրապարակումների հիման վրա։ Պարզվել է, որ չնայած թղթակիցները հավատարմագրված են եղել, այնուամենայնիվ նախընտրական շտաբերից մեկի մոտ մի խումբ բնակիչներ խոչընդոտել են նրանց աշխատանքը, թույլ չեն տվել նկարահանել, վիրավորել են եւ հրելով հեռացրել շտաբի տարածքից։ Նախաքննությունը վարում է հատուկ քննչական ծառայությունը։ Մեկ այլ հաղորդագրությամբ ընտրական իրավախախտումների վերաբերյալ արդեն 9 քրեական գործ է հարուցվել։ Ունիսոն հասարակական կազմակերպությունը ապրիլի 2-ին 67 ընտրատեղամասերում դիտարկել է, թե որքանով է հարմարեցված ընտրական գործընթացը հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Պարզվել է, որ 67 տեղամասերից միայն 3-ն են լիովին հարմարեցված եղել, որոշները որոշ չափով, իսկ 40-ից ավելին անմատչելի։ Ընտրողների մի մասը երկրորդ անձի օգնությամբ է կարողացել քվեարկել, չտեսնող ընտրողների համար բրայլյան քվեաթերթիկներ այս ընտրություններին չեն եղել։ Ուղղակի անտեսվեց այդ փակ գաղտնի քվեարկության իրավունքը կույր անձանց, կույր ընտրողների։ Պատգամավորների մանդատները դեռ չբաժանած կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է նախապատրաստվել մեկ այլ ընտրության։ Մայիսի 14-ին Երևանն ավագանի է ընտրելու։ Ավագանու նոր կազմն էլ մայրաքաղաքի ղեկավար կընտրի։ Կենտրոնական ընտրականի այսօր հրապարակած տվյալների համաձայն ավագանու ընտրությանը մայրաքաղաքում մասնակցելու իրավունք ունի 841,973 ընտրող։ Քաղաքական որևէ ուժ թեկնածուի հայտ դեռ չի ներկայացրել, չնայած ապրիլի 9 փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է։ Քարոզչական փուլը Երևանում մեկնարկելու է ապրիլի 21-ից։ Միջազգային օրակարգի գլխավոր թեման Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունն է, 14 զոհերի ինքնությունը պարզվել են, նրանց մեջ ազգությամբ հայեր չկան, օրակարգի թղթակցին հայտնել են Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից։ Միաժամանակ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է ահաբեկչի անունը։ Մարիամ Մխիթարյանի անդրադարձը։ Ռուսաստանում երրորդյա սուք է հայտարարվել։ Ռուսաստանցիները ցնցված են 14 մարդու կյանք խլած ահաբեկչությունից։ Զոհվածների մեջ կան Բելարուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ադրբեջանի քաղաքացիներ։ Ենթադրվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ հիվանդանոցներում տարբեր տվյալներով 5 տասնյակ վիրավոր կա եւ նրանցից 6-ի վիճակը ծանր է։ Բժիշկներն ամեն ինչ անում են վիրավորների կյանքը փրկելու համար։ Պայթուցիկ սարքը լցված է եղել միկրոտարերով եւ բժիշկները վիրավորների մարմիններից հատ-հատ հանում են այդ փոքր մետաղական մասերը։ Հիվանդները հիմնականում տառապում են այրվածքներից, կոտրվածքներից, ներքին օրգանների վնասվածքներից։
Տուժածները խոստովանում են, որ ամեն ինչ այնքան արագ է եղել, որ չեն հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում։ Հիշում եմ, որ նախ պայթյունից վագոնը լուսավորվեց, հետո մթնեց։ Ես տհաճ քիմիական հոտ զգացի։ Գնացքը շարժվում էր, երբ կանգնեց կայարանում, բոլորս դուրս թռանք, իմ ձեռքերն էին այրվել։ Իրավապահ մարմինները հայտնում են, որ պայթյունն իրականացրել է մահապարտահապեկիչը Ոմն Ակբար Ջալիլովը Ղրղստանից, որը նաև Ռուսաստանի քաղաքացի է։ Պետերբուրգցիները շարունակում են ահաբեկչության վայրի մետրոյի կայարանի մոտ ծաղիկներ դնել ու մոմեր վառել։ Ծաղիկներ է դրել նաև նախագահ Պուտինը։ Երկրի անվտանգության ծառայությունները պետք է վերլուծեն այն փաստը, որ ահաբեկչական գործողությունը համընկել է Պետերբուրգ պետության ղեկավարի այցի հետ։ Դա իսկապես մտածելու տեղիք է տալիս։ Ռուսաստանում ցանկացած ահաբեկչություն մարտահրավեր է յուրաքանչյուր ռուսաստանցուն, այդ թվում երկրի նախագահին։ Արևմտյան մամուլը չի կասկածում, որ ահաբեկչության պատասխանատվությունը կստանձնեն իսլամական պետությունը կամ Ջեփհաթ ան-Նուսրան, որոնց դեմ պայքարում Ռուսաստանն օգնում է Սիրիային։ Այդ երկու խմբավորումները բազմիցս ջիհադ են հայտարարել Ռուսաստանին։ Արևմուտքը նաև համոզված է, որ ահաբեկչությունը չի թույլատրի Մոսկվայի կոշտ դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում։ Մարիամ Խեթարյան, օրակարգ։ Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ռուս գործընկերոջը Դմիտրի Մեդվեդևին։ Խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցությունը զոհվածների հարազատներին եւ մաղթել շուտ ապույտ ապաքինում վիրավորներին, գրել է վարչապետ Կարապետյանը։ Սիրիայի Իդլիբ նահանգում ավիահարվածի ժամանակ թունավոր գազ է արտանետվել։ Օդային հարձակումից Շեյխուն քաղաքում 58 մարդ է զոհվել, այդ թվում 9 երեխա։ Ընդ որում բոլորը մահացել են շնչահեղձումից եւ թունավորումից։ Սիրիական ընդդիմությունը պնդում է, որ Սիրիայի իշխանություններն են օգտագործել քիմիական զենքը։ Սիրիական բանակի հրամանատարությունը հերքել է այդ մեղադրանքը։ Մոլդովան տնտեսական երկխոսություն է սկսում ԵԱՏՄ-ի հետ։ Այս երկիրը 3 տարի առաջ էր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել։ Քիշնևը այժմ հետաքրքրված է Եվրասիական միության ապրանքների, ծառայության, աշխատանքի ու կապիտալի 4 շուկաներով։ Համագործակցության առաջին քայլով երկրի նախագահ Իգոր Դոդոն ու ԵԱՏՄ կոլեգիան նախագահող Տիգրան Սարգսյանը հուշագիր են ստորագրել։ Ընդդիմադիրների քննադատությանը ի պատասխան Դոդոնը պատճառաբանել է, թե ինչու է ձեռնտու ԵԱՏՄ կառույցը մոլդովական տնտեսության համար։ Փոքր երկրների կարծիքն ինչպիսին Մոլդովան է, Եվրամիությունում չեն հարցնում, երբ խոշոր պետությունները որոշում են կայացնում, իսկ ԵԱՏՄ-ում բոլորն ունեն ձայնի իրավունք, անկախ բնակչության քանակից կամ հնայի չափից։ Վերադառնանք Հայաստան եւ ներկայացնենք օրվա թիվը։ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը նվազել է 9 միլիոն 508 հազար դոլարով։ Այս մասին տեղեկացնում է Armenpress-ը։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների հունվարին պետական պարտքը եղել է 5 միլիարդ 970 միլիոն 672 հազար դոլար, իսկ փետրվարի վերջի դրությամբ նվազել ու հասել է 5 միլիարդ 961 միլիոն 164 հազար դոլարի։ Մեծամորի ատոմակայանը մայիսի 10-ից 35 օրով վառելիքով լիցքավորման ու պլանային նորոգման կկանգնի։ Էներգետիկները որոշել են ավանդույթ դարձած հոկտեմբեր-նոյեմբերի փոխարեն այս տարի առաջին անգամ ԱԵԿ-ի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնել գարնանը, երբ գետերը վարարած են, հեկերը շատ հոսանք են արտադրում ու ցանցը ջերմակայանների թանկ էներգիայի կարիքը քիչ ունի։ Սխեմայի արդյունավետությունից կախված ԱԵԿ-ը կանցնի աշխատանքային նոր գրաֆիկի։ Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրել 3 հարկային տեսուչի։ Քննիչները հիմնավորել են, որ տեսուչները իրենց արարքներով էական վնաս են պատճառել պետության շահերին, խախտումների փաստերին ընթացք չեն տվել, ստուգումները կանխելու համար կաշառք են պահանջել, հեղինակազրկելով հարկային մարմինը։ Լիան, Նվերն ու Արան անձնանուններ լինելուց բացի արդեն նաև հայկական լոլիկի նոր տեսակներ են։ Վահե Կոստանդյանն է պատմում հայկական գյուղատնտեսության ձեռքբերումների ու հողագործություն 2017-ի նորությունների մասին։ Տեղական հայկական սորտերը կան եւ կան, այո, կան եւ նորերը առաջանում են։ Վաղվանից մշակաբույսերի գիտական կենտրոնի այս տարվա տեղական բանջարեղենի սացիլները կտեղափոխվեն ջերմատներ, տարեստարի տեղական լոլիկի, տակդեղի, վարունգի ու բանջարեղենի այլ տեսակների պահանջարկն ավելանում է, ոչ միայն լոլիկի անահիտ, այլև մյուս տեսակները պահանջում են հատկապես վերամշակողները։ Եթե գալիս էին առաջ ասում են անահիտ, հիմա որ գալիս են ասում են չէ, ձեր Լիան, ձեր Նվերը, ձեր Արան, ձեր Հայաստանի հրաշքը, երազը։ Ոչ միայն տեղական լոլիկի 36 տեսակներն, այլև վարունգի, գայանե, հայարփի, նազերվան տեսակների մեծ պահանջարկը պայմանավորված է համային հատկանիշներով եւ որ դիմացկուն են ճանապարհին։ Նույնիսկ հոտով ինքը արդեն առանձնանում է,
շատ անուշ բույր ունի։ Սահմանամերձ Տավուշի, Չինարիի, Կողբի ու եւս 25 համայնքների ֆերմերները ՄԱԿ-ի ծրագրով այս տարի եւս անվճար սածիլներ կստանան։ Արարատում վաղահաս կարտոֆիլը ցանել հիմա էլ անցել են եգիպտացորենին։ Այս դեպքում սակայն նախընտրում են հոլանդականը։ Առավոտից իրիկում գործ կա, ասում են գյուղացիները։ Որոշ ֆերմերներ արդեն օրը 4000 դրամով աշխատող են վարձում։ Դե աշխատող են, էսա բաղերը հացեն ուտը։ Հա, էսա գալ կցած կանեն։ Ինքան եկամուտ եք ունենում կուկուռուզից, որ ունենաս, շունենաս, ստիպած ես։ Գյուղացիները տեսախցիկի առաջ երկար չեն խոսում, ասում են ժամանակ չունեն, եղանակն օրորի է տաքանում։ Իրիկվայինի։ Այո։ Ուրեմն դե ազիվ հասուն ենք էլի, կորցնենք, որ եթանք նայենք։ Վահե Կոստանդյան, Ռոմիկ Խաչատրյան, Օրակարգ։ Ռուսաստանի բնակչության 70%-ից ավելին արտասահմանյան անձնագիր չունի։ Սա եւս մեկ պատճառ է, որ Հայաստան արդեն ներքին անձնագրերով գալու հնարավորությունը ել ավելի հրապուրիչ թվա ու ավելանա Ռուսաստանից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը։ Հայաստանի տուրիստական գրավչությունները Մոսկվայի միջազգային տուրիստական ցուցահանդեսին են ներկայացվել Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Ռուսաստանի զբոսաշրջության գործակալության ջանքերով, Ռուսաստանում մեր երկրի դեսպանատան աջակցությամբ։ Ուիկենդը Հայաստանում ներքին անձնագրերով։ Այս տարի այս կարգախոսով է հայկական туриզմը ներկայանալու ռուսական շուկայում։ Հերվում Հայաստանը շոշափելու եւ զգալու ամենակարճ ճանապարհներից հայկական խոհանոցն է։ Զբոսաշրջիկ է որ գալիս է, ինքը տեսնում ամեն ինչ եւ ամենաուշը մոռանում է համը։ Հատուկ շնորհանդեսի առիթով Հայաստանից բարձրակարգ խոհարաններ են ժամանել Մոսկվա իրենց հետ բերելով մոտ 500 կիլոգրամ հայկական բերք ու բարիք։ Խորովու գառան, Արցախյան հագանի, Վանա քաշովի աճարով ամենահամեղ փլավով։ Ռուսաստանի զբոսաշրջության գործակալությունը պատրաստ է աջակցելու հայ գործընկերների նախաձեռնություններին։ Այս տարի Հայաստանը պատրաստվում է մեր զբոսաշրջության լայնածավալ քարոզչություն իրականացնել Դաշնությունում։ Էկոտուրիզմը դա կլինի գինու, դա կլինի գաստրո, ձմեռային, դա կլինի ուղակի, ասենք, պատմամշակութային եւ կրոնական ուխտագնացություն, այսինքն մեր, այսպես ասած, ներկապնակը շատ մեծ է։ Ռուսաստանցի զբոսաշրջիկները պակաս հետաքրքրված չեն Արցախով, մեկ անգամ այցելելն էլ բավարար է, որ չմոռանան Արցախի բնապատկերները, շրինգյալով հացը, գինիներն ու թթի օղին։ Որքան էլ հոսքը ավելանա, մենք միշտ պատրաստ կլինենք։ Ռուսական ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու իրավունքը հայկական զբոսաշրջության համար մեծ հնարավորություններ է բացել։ Սպասում ենք, որ առնվազն 50%-ով անցյալ տարվա հետ համեմատաբար կաճի ռուս զբոսաշրջիկների այցը Հայաստան։ Արմենիա это потрясающе։ Հայաստանը հրաշալի երկիր է, շատ գեղեցիկ, իր հնամյա հուշարձաններով, բնության տեսարժան վայրերով, շատ բարի մարդկանցով։ Մոսկովյան այցելուներին Հայաստանը ներկայացավ ոչ միայն իր մասին պատմող տեսանյութերով, այլև տարազով, ազգային երկու պարով, ինչն էլ ավարտվեց հայ-ռուսական շուրջ պարով։ Զարա Օհանյան, Արտակ Խևոնդյան, Օրակարգ, Մոսկվա։ Ժամանել Արցախ ու աջակցել այնտեղի երիտասարդ արվեստագետներին դառնալով համերաշխության գործընկերներ։ Սա Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի, Ատոմե Գոյանի ու Էրիկ Նազարյանի կոչն է աշխարհին։ Նրանք Արցախում են։ Առաջամուղ սահմանամերձ գյուղում արվեստագետները հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանին եւ մասնակցել բնակարանամուտի։ Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին Արցախի հարավային ուղղությունը թեժ մարտերի մեջ պաշտպանում էր պետական սահմանն ու երկրի անվտանգությունը։ Կյանքի ու մահվան կռիվ տալով հայ զինվորը հակառակորդին ստիպեց հետ քաշվել ելման դիրքեր։ Այսօր Արցախի հանրապետության նախագահը պաշտպանության նախարարի ուղեկցությամբ առաջնագծին նույն հատվածում էր։ Մարտական դիրքերում իրավիճակը վերահսկելի է։ Խոսում է։ Ճիշտ այդպես։ Ինչի կարիք եք ամեն ինչ շատ ուզում։ Շուն բանի նորմալ է։ Այնուհետև Բակո Սահակյանն այցելել է ապրիլյան ագրեսիային դիմակայած առաջամուղ գյուղ, որտեղ մեծ տոն ուրախություն էր։ Գյուղը, որ հիմնադրվել է 2004-ին Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից, այսօր զարգացման իր ճանապարհն անցնում է նաև Արցախ ֆոնդի ու Արցախի կառավարության աջակցությամբ։ Նրանք, որ պատերազմը սկսեցին, հույսով էին, որ այստեղից ցաղը փախչած կլինեն ամբողջությամբ եւ իրանք կային եւ իրենց դները կգառուցեին այստեղ։ Մեզ սա մենք ցույց տվեցինք, որ մենք փախչողը չենք, այս հողերի տերն ենք եւ այս հողերը պիտի մենք սարքենք, աջեցնենք, զարգացնենք։ Գյուղն ունի 12 նորակառույց առանձնատուն, դպրոց, համայնքային կենտրոն, գյուղապետարան, ապահովված է նաև բոլոր ենթակառուցվածքներով, իսկ այսօրվա հերթական խոշոր նվիրատվությունը 6 նոր առանձնատան տեսքով էր, որի շինարարությունն ընդհատվել էր ապրիլյան պատերազմի օրերին, սակայն պակասը կրկնակի եռանդով լրացրել են հետագա ամիսներին։ Այս սահմանամերձ կոդիում պետք է 20 նման գյուղ լինի։
Անվտանգության ամենագլխավոր երաշխիքը, որ կարող է լինել, սահմանամերձ գոտին բնակեցնելն ու ուժեղացնելն է։ Սփյուռքահայ բարերարների վստահությունը ստացել են առաջամուխցիները եւ այժմ մեծ ուրախությամբ ու պատիվներով դիմավորում են հյուրերին, այնքան էլ տեղյակ չլինելով, որ նրանց թվում նաեւ աշխարհահռչականուններ են ու հայտնի մարդիկ։ Սերժ Թանկյանը, Ատոմ Մեգոյանն ու Արսինե Խանջյանը, Էրիկ Նազարյանը, որ երրորդյա ծրագրով Արցախում են, նույնպես մասնակցել են բնակարանամուտի արարողությանը։ Ավելին, երջանիկներին հանձնել տան բանալիները։ Շատ բացումներու գնացել ենք կինոներու, երաժշտական մոմենտներու, դարբեր բաներու, բայց էսի ամենաաստեցիկ եւ ամենակարևոր բացումներ, քանի որ իրապես ընտանիքը պետք է այստեղ ապրի եւ Արցախի հողերի վրա եւ մենք շատ հուզված ենք եւ շատ երախտապարտ ենք այստեղ։ Ձևով մգուզեին կալ եւ պատվել իրենց հիշադակը, բայց այս բանուն ինչպես որ գտեսեք երաժշտություն կա, հոյակապ ընդունելություն կա, հայություն կա աշխարհի բոլոր տարածքներեն։ Ուրեմն ձևով այսօր այնպես կսկամ որ լավագույն ձևն է հոսքալով, որ անոնց հիշադակը միշտ կարենանք ձևով հիշել, պատվել եւ շնորհակալություն հայտնել, որ իսկապես ունենք այսպիսի զավակներ մեր ազգի մոտ։ Հայրենիքի համար ընկածների հիշատակի արչև խոնարհվելու լավագույն միջոցը նրանց փրկած հայրենիքը սրբությամբ պահելն ու հզորացնելն է։ Այս խորհուրդը կրող ելույթներով էին առաջամուխցի փոքրիկները հուզում ու պատգամ հողում գյուղ այցելած հյուրերին։ Մերիդավցյան Մայր Մկրտչյան, Հովիկ Արաքելյան, օրակարգ։ Ապրիլյան պատերազմին ռազմաճակատ մեկնեցին կամավորական ջոկատներ, նրանց մեջ էին արցախյան պատերազմի մասնակիցներ ու զոհված ազատամարտիկների որդիներ։ Մեր գործընկեր Աննա Ավետիսյանը պատմում է սիսյանցի կամավորների մասին, որոնք թշնամու կրակի տակ ընկան Թալիշում։ Խնկարկում ուղիղ 1 տարի առաջ անօթաչու թռչող սարքի ռմբակոծությունից զոհված սիսյանցիների հիշատակին։ Ուժեղ, հայրենասեր, ընկերոջ նվիրված, ազգին նվիրված մարդիկ են։ Հզոր տղաներ են, ազնիվ, մաքուր, հզոր, վաստակած եւ անցած պատերազմում եւ կյանքում։ Հրամանատար Աշոտ Մինասյանը հիշում է, պատերազմի լուրն առնելով սիսյանցի տղաները, որ 90-ականներին էլ եղել էին ամենաթեժ կետերում, մեկ մարդու պես հավաքվեցին։ Նախքան սահման մեկներն էլի քայլերն այստեղ էին ուղղել, հարգանքի տուրք մատուցել եկեղեցու բակում ննջող ընկերների հիշատակին, ստացել քահանայի օշնությունն ու գնացել մարտի։ Սա չնահանջող չերկնչող հայի տեսակն է, ասում է հրամանատարը։ Մենք սիսյանցիներս, եթե հիշում ենք վաղ ժամանակներից սկսած տեսակով ռազմիկներ են, այդ տեսակն է առաջինը ընդունում եւ ցանկանում է տերնել իր երկրին, իր ժողովրդին, իր հայրենիքի սահմաններին։ Մեր սուրբ պարտքն է։ Մոռանալ չի։ Թալիշում սիսյանցի ազատամարտիկները հայտնվեցին անօթաչու թռչող սարքի նշանառության տակ։ Մանրամասները հիշել չեն ուզում, 9 ընկերոջ կորստի ցավը թույլ չի տալիս։ Հիմա նաև նրանց հիշատակի առաջ պարտավորություն ունեն։ Պիտի պայքարենք, պաշտպանենք մեր հայրենիքը։ Սա է մեր հայրենիքը։ Մեր հողը, մեր ջուրը։ 62-ամյա Գրիշա Միրզոյանը ապրիլյան մարտերում համոզվել է, 90-ականների ազատամարտիկներին հրաշալի սերունդ է փոխարինում։ Ուժեղ պետք է լինենք, որ դիմական թշնամուն։ Աննա Ավետիսյան, Արտակ Աղաբեկյան, օրակարգ։ Լուր առանց կոչերի Երևանի պետհամալսարանի բուհի բակից երթով շարժվել են դեպի Եռաբլուր զինվորական Պանթեոն, ճանապարհին նրանց են միացել պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները։ Երթը նվիրված է ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին, այն կազմակերպել է պետական համալսարանի Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը։ Դասադուլ չէ, ապագա իրավաբան, տնտեսագետ թե մաթեմատիկոս հավաքվել են Մայր բուհի բակում։ Ոտքով պիտի անցնեն 14 կիլոմետր ու ծաղիկներ խոնարեն ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանին։ Անցել է 1 տարի, այս երթով մենք ցանկանում ենք ցույց տալ, որ դեռևս ոչինչ եւ ոչ մեկ չի մոռացվել։ Մինչև պատերազմի ապրիլը ԵՊԸ մարտական պատրաստության ակումբի անդամները 50-ն էին, հիմա նրանց թիվը գերազանցում է 400-ը, ասում են բոլորս անկասկած սահմանին կանգնած զինվորի կողքին ենք։ Ակումբը բաղկացած է ջոկատներից, 9 պաշտպանական ջոկատներից, որոնք խորհրդանշում են հենց Լեռնային Արցախի Հանրապետության 9 պաշտպանական շրջանները։ Ջիվանը համալսարանական այն 23 տղաներից մեկն է, որոնք կամավորագրվել էին հասել Արցախ ու 15 օր սպասել առաջին գիծ գնալու իրենց հրամանին։
Մենք հասցրեցինք այդ մի օրվա մեջ իրար հետ ընկերանալ ու մի ընտանիք դարձնել։ Մենք մեր մեջ փորձեցինք ինչ-որ մի մասնիկ ավելացնել, ինչ-որ մի բան անել այս մեր հայրենիքի, մեր պետության համար։ Մոմերով երթով նրանց միացան նաև պոլիտեխնիկականի ուսանողները։ Դրանք միասնական էին, ինչպես նախորդ ապրիլին։ Բարձրացան եռաբլուր ու հարգեցին իրենց տարեկից հերոսների հիշատակը, հավատով, որ մեր երկրի սահմանները պաշտպանված են, քանի դեռ կան Ադամներ, Ռոբերտներ ու Արմենակ Ուրֆանյաններ։ Հասմիկ Առաքելյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Եղանակի մասին ապրիլի 5-ից 6-ը հանրապետությունում տեղումներ չեն լինի 7-ին օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում, 8-ից 9 շրջանների զգալի մասում կանձրևի։ Ջերմաստիճանը ապրիլի 5-ից 6-ը աստիճանաբար կբարձրանա 4-ից 5 աստիճանով։ Այսքան ներօրվա օրակարգում մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։